Սիրելի աղջիկներ, բարև ձեզ, ուրեմն նոր աշխատավայրից դուրս եկա եւ տուն վարելու ճանապարհին մտովի տեղափոխվեցի ոչ վաղանցյալ, գրեթե 10 տարի առաջ իմ կյանքում մի հետաքրքիր դրվագ եղավ եւ ես լսեցի մի խորհուրդ, որի արդյունքն ու պտուղները քաղում եմ ես այսօր, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ եւ հենց դա պատճառ հանդիսացավ, որ ես կանգնեցնեմ մեքենան եւ զրուցեմ այս մասին ձեզ հետ։ Ուրեմն այդ ժամանակահատվածում, երբ ես շատ ավելի երիտասարդ էի եւ ակտիվորեն զբաղվում էի մասնագիտական գործունեությամբ, դերասանությամբ, տարբեր նախագծերում էի զբաղված, մի խոսքով որևէ այլ բանի մասին չէի մտածում, շատ ոգևորված էի եւ հնարավորություն էի ունեցել խնայելու որոշակի գումար։ Հիշում եմ, որ ծնողներս այդ տարիներին նոր բնակարան կամ հողատարածք գնելու մասին էին մտորում եւ ես ուզում էի իմանալ նշան փոքրիկ լուման ունենալ այդ հարցում, երբ հայտնեցի հորս իմ մտադրության մասին, հայրս ինձ հետեւյալ խորհուրդը տվեց. Ասաց աղջիկս, եթե ուզում ես որևէ լավ բան անել մեզ, մասնավորապես քեզ համար, ապա արհեստ սովորիր, որովհետև քո մասնագիտությունը կարող է անկայուն լինել։ Այս բուռն զբաղվածությունից հետո կարող է անսպասելի դադար գրանցվել քո կյանքում, իսկ դու իրավունք չունես մոլորվելու, որովհետև արդեն ունես երեխա եւ պարտավոր ես հոգ տանելու ոչ միայն քո, այլև քո երեխայի մասին։ Պարտավոր ես ամուր կանգնելու հողի վրա։ Պարտավոր ես սեփական քրտինքով, վաստակած գումարով ապահովել ձեր անկախությունը, երբեք որևէ մեկից կախվածության մեջ պիտի չլինես։ Հպարտորեն պիտի անցնես քո կյանքի ճանապարհը եւ հույսդ միայն ու միայն պիտի դնես ինքդ քեզ վրա։ Այնքան շնորհակալ եմ այդ խորհուրդների համար։ Եվ իսկապես կյանքն այնքան անկանխատեսելի է, որ երբեք չգիտես քեզ ինչ փորձության առաջ կարող է կանգնեցնել։ Ընդհանրապես այսօրվա քո ունեցածը վաղը քոնը լինելու է թե ոչ։ Կամ որտեղ ես դու վաղն արթնանալու առհասարակ։ Ես իմ սեփական փորձից եմ ասում, որովհետև ես շատ անսպասելի հայտնվեցի Միացյալ Նահանգներում։ Ուղղակի ինչ-որ մի պահի թողեցի իմ ամբողջ կյանքի ձեռքբերում Հայաստանում, տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ եւ ամեն ինչ սկսեցի զրոյից։ Դժվար էր։ Հիմա էլ է դժվար։ Հոգեբանական տարբեր ապրումներ հաղթահարելու հետ մեկտեղ պիտի ըստ արժանվույն կարողանաս կազմակերպել նաև քո կենցաղը։ Հիմա ինչի համար այս ամբողջ փիլիսոփայությունը մի փոքր հետ գնամ, որ պատկերացնեք, ես այդ ժամանակ հորս խորհուրդը լսելուց հետո սկսեցի մտածել, թե ինչ եմ ես սիրում։ Իսկ ես սիրում էի դիմահարդարում, ինչպես տեսնում եք, եւ ես այդ ժամանակ սովորեցի դիմահարդարում եւ նույնիսկ շատ կարճ ժամանակահատված աշխատեցի Սիրկեյիս վերև գեղեցկության սրահում, բայց ցավոք անհամատեղել էր իմ մասնագիտության հետ դիմահարդարի աշխատանքը, որովհետեւ շատ ժամանակատար էր, ստիպված էի դադարեցնել եւ դադարեցրեցի։ Հետագայում, երբ արդեն ունեցա իմ սեփական գեղեցկության սրահը եւ ենթագիտակցությանս մեջ արդեն ապրում էր արհեստ սովորիր գաղափարախոսությունը, ես սովորեցի նաեւ հոնքերի փոշեդրում, աշխատեցի նաեւ իմ գեղեցկության սրահում եւ այսօր ես այնքան շնորհակալ եմ, որ կարողացել եմ այն ժամանակ, երբ երիտասարդ էի, լսել հորս խորհուրդը, առաջնորդվել դրանով, նոր մասնագիտություններ ձեռք բերել եւ այսօր ես կարող եմ եւ իմ մասնագիտությամբ աշխատել եւ երկու տարբեր արհեստներով կարող եմ իմ գումարը վաստակել։ Ավելի ճիշտ ձևակերպեմ միտքս, ոչ թե ես գումար եմ վաստակում, ես վաստակում իմ անկախությունը, իմ հոգու հանգստությունը, ես վաստակում եմ իմ խաղաղությունը, անկեղծ դա այնքան կարեւոր է յուրաքանչյուր աղջկա համար հիմա։ Այս ամբողջ խոսակցությունը այն մասն էր, որ սիրելի աղջիկներ, խնդրում եմ, մի պահ կանգ առեք, պատկերացրեք Աստված չանի, բայց պատկերացրեք իրավիճակներ, որտեղ դուք մենակ եք եւ պիտի ելք գտնեք այդ փորձությունից սեփական ուժերով դուրս գալու։ Սովորեք ինչ-որ մի մասնագիտություն, ինչ-որ մի արհեստ, որը վաղը ձեզ օգնելու է։ Թող բոլորը երջանիկ իրենց մասնագիտությունների մեջ բնական է ապրեն, աշխատեն, ստեղծագործեն եւ կարիք չունենան հանկարծ տարբեր իրավիճակներում ճարպկություն դրսևորելու, այսպես ասեմ։ Էլ չեմ ասում, որ կյանքն այնքան դաժան է, որ կարող ես շատ անսպասելիորեն հայտնվել միայնության մեջ, էլ չեմ ասում, որ կարող ես երեխաներիդ հետ հայտնվել միայնության մեջ։ Դա արդեն իսկ միայնություն չէ, բայց դու պարտավոր ես ուժեղ լինել եւ հոգ տանել ոչ միայն քո, այլև քո երեխաների մասին։ Խնդրում եմ, սիրելի կանայք, մտածեք այս մասին։ Սա այնքան կարեւոր է։ Դու պիտի միշտ ներքին վստահություն ունենաս, որ ցանկացած պահի դու կարող ես դուրս գալ եւ ապահովել քո ու քո երեխայի կյանքն ու կենցաղը։ Շատ խոսեցի, բայց սիրում եմ ձեզ, ուզում եմ, որ բոլորդ լավ լինեք։
Հիշեք, ես մեկն եմ 1.5 միլիոնից, ում ջնջել կուզեիք երկրի երեսից, ում վտարելով Վանից, Բիթլիսից, ջանք չխնայիք տեղահանանել, զրկելով հայոց չքնախ Մասիսից, փորձեցիք մորթել, խոշտանգել, սպանել, ոտները սպայտած դեր զորով տանել, կաշիս քերթելով ցցերի հանել, չհագենալով զավթել, զնդանել, հողս հարազատ, թթվածնից վանել, օդս անարատ, շամպես հարամել երազս քունս, խուժել, թալանել օջախս տունս, բնաջին ջանել, հայ վեհ անունս, տանջամա անել մեզ մեր ու մանուկ, բայց ես ձեր գլխին դարձա հանելուկ, որ դեռ չեմ մեռել, որ ապրում եմ, կամ ասեմ ավելին սպասեցեք կգամ, պատասխան ունեք դուք դեռ ինձ տալու, ու մեր տուն գալուց շատ եք դողալու, հիշեք, ես մեկն եմ 1.5 միլիոնից, ում վտարելով հայոց պարտեզից, անապատներում գանգս փշրիկ, ու ոսկորներս խաթատ մշրիկ, և մեր պատվասեր ու նուրբ քույրերին, մեր աստվածասեր ու սուրբ մայրերին, աննասունի պես բռնաբարեցիք, մատղաշ բալեքին մատաղ արեցիք, ու չալ արեցիք, հղի մոր փորից մանկանը հանել, կյանք չտեսածին մոր կրծքին գամել, կաթի տեղ կրծքից արյունը քամել, ու չալարեցիք մեր մաշկը ծամել, ու չալարեցիք մորթելով սպանել մեր ահելներին, ուժերից արդ զուրկ, մեր ջահելներին անել պատվազուրկ, դուք բարոյական օրենքներից զուրկ, դուք ենիչերներ հոգով ընչազուրկ, ասկյալի ճտերն են գամիտ տզրուկ, հիշեք, ես մեկն եմ 1.5 միլիոնից, ու հայ եմ մնում, դուք մնում եք թուրք, թուրք սովոր միայն արյուն թափելու, թուրք սովոր միայն գրփել լափելու, առևտրականի հոգով խափելու, ծախելու համար քծնել, ծափելու ու սարսափելու, երբ մեր աչքերում դուք հուր եք տեսնում, երբ մեր ձեռքերում դուք թուր եք տեսնում, և այդ ձեռքերն եք սողալով լիզում, ասեմ ավելին դողալով միզում, երբ որ էգ գայլն է պինդ սխմում վերքը, երբ որ հայ մայրն է զենք վերցնում ձեռքը, ու երբ վրիպել չունի այդ զենքը, երբ որ հնչում է հաղթական երգը, մեր Սողոմոնի ճիշտ կրակոցով, երբ թայլած շունը ընկավ ոռնոցով, Էնվերի բարակ լերկ պարանոցով արյունը ծորած հայոց գնդակից, Թիֆլիս Ժուկովի աշխուժ փողոցով նողկանքը թափվեց Ջեմալի տակից, Բերլին Վրեժի հրեղեն բոցով, Արամ Արշավի հենց գետնի տակից, լուր հայտնվելով Շաքիր ազմին վերջակ է դրին, չէ, պատյան չկա մեր Վրեժի թրին, որ բորբոքում եք ձեր քար լռությամբ, ձեր ուշատերի անտարբերությամբ, անգամ պատմության բռնաբարությամբ, իցույց աշխարի, իտես բոլորի, որ պատմություն եք փոխում օրորի, թե արդեն տեսեք այլ ենք նորովի, բա ձեր հին մեղքը, ով պիտի քավի, հայի ու հույնի ու սերբի ցավի, ցավի ասորու, եզդու, բուլղարի, գալու եմ, սպասեք, որ աղթամարի, սրբոց տաճարում պատարակ կանչեն, ամեն կիրակի բարձր ղողանջեն, մեր եկեղեցվո հզոր զանգերը, վերստին խունկի բույրը անրջեն մեր աստվածատուր հրաշքվանքերը, որոնց ձեզ նման պիղծ տականքները, որքան քանդեցին, որքան բամտեցին, սրի մատնեցին, հրի մատնեցին,
այրին, վառեցին, բայց միևնույն է նրանք հառնեցին մեր սաղմոսներով սուրբ տաճարները, որոնց ձեզ նման պիղծ անճարները զուր ջնջել կուզեիք երկրի երեսից։ Հիշեք, ես մեկն եմ 1,5 միլիոնից։ Հիշեք, ես գայլ եմ, իսկ դուք բորենի։ Հա, ես վայր եմ, բայց դուք վայրենի։ Հա, ես գալու եմ հողս հայրենի, ուր պիտի հնչի լեզուս մայրենի, ուր էլ ինչ մուղամ զուռնապիտ հնչի, մեզ մեր ումանուկ վրեժի կանչի, թե դարձի չգաք, ծնկի չընդունեք, այ Աթաթուրքի ծպտված թուլեք, մեկ է Համիդից մինչև Էրդողան, դժողքի հրում հավերժ կվոռնան, ցասման կրակից հավերժ կդողան, իսկ Արարատին վերստին կշողան, հայ եռագույնը, հայոց սուրբ խաչը, երկնային Աստծո զորավոր աչը մեզ միշտ առաջնորդ ու միշտ զորավիկ, չէ մեզ չի կոտրել ոչ մի արհավիրք, գալու ենք, սպասեք, ասեմ ավելին, բան չենք թողնելու ձեր այս կրկեսից, ինչպես չեք թողնում մեզ այլ տարբերակ, հա, ես դեռ մեկն եմ 1,5 միլիոնից։